Նախապես ներողություն ենք խնդրում մեր հետևորդներից ժողովրդի մեջ տարածված մի ժարգոնային կապակցություն գործածելու համար՝ ստրախ գանյատ անել։ Ստրախ գանյատ անելը ռուսերենի ստրախ գնայց արտահայտությունն է, որը հայերեն է փոխառվել քրեական կամ ժարգոնային խոսակցություններից եւ նշանակում է վախեցնել, ահաբեկել, սարսափ Այն հաճախ օգտագործվում է քաղաքական կամ սոցիալական համատեքստում նկարագրելու, ճնշում գործադրելու, վախի մթնոլորտ ստեղծելու գործողությունները։ Հենց այս գործողությամբ էլ զբաղված է հունիսի 7-ի ընտրապայքարին մասնակցող Հայաստան դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը, ինչպես նաև ռուսա-բելարուսամետ կոալիցիայի մյուս անդամները, Ծառուկյան եւ Ուժեղ Սամո, եթե նկատել եք, իրենց քարոզչությունը կառուցում են մեկ գլխավոր առանցքի շուրջ։ Այն է բարկացած արջի Ռուսաստանի, այդ պետությանը ներկայացնելով որպես ոստիկան, եթե կուզեք բոբո դյադյա, որին ըստ իրենց չպետք է գազազեցնել, պետք է ընդհակառակը փշո անել, տո հնազանդվել չտեսնելու տանով երկրիդ ինքնիշխանության նկատմամբ նրա վիխտկեքը, խուլիգանական արարքները, եթե պետք է պպզել, որ թրջի վրայովդ, մի խոսքով տանել, ներել ու սիրել, որպեսի նա հանկարծ իր բրդյա թաթիկներից ստիպված չլինի դուրս բերել պողպատյա ճանկերը նախ չափալախելով, հետո տրվելով զոհին հոշոտելու իր կենթանական բնազդին։ Այս եռյակը նկատենք իր քարոզչությունը չի կառուցում Հայաստանի եւ Հայաստանի շահերից բխող հանուն Հայաստանի եւ Հայաստանակենտրոն օրակարգի շուրջ։ Փոխարենը Հայաստանին հայկական շահերին վերաբերող բոլոր օրակարգերը անվտանգությունից մինչև տնտեսություն բխեցնում է Ռուսաստանից։ Ըստ նրանց Հայաստանը պետք է վարի ոչ թե Հայաստանահաճո միջազգային հարաբերություններ, առաջնորդվի ոչ թե Հայաստանի ժողովրդի կենսապահովմանը վերաբերող հնարավոր լավագույն շահերով, ցուցաբերի պրագմատիզմ այդ շահերը սպասարկելիս, այլ անի այնպես, որ Հայաստանին վերաբերելի բոլոր օրակարգերը լինեն նախ եւ առաջ հաճո одному единственному Ռուսաստանին, կարճ ասած լինեն Ռուսաստանահաճո, հնարավորինս Ռուսաստանահաճո։ Այս ուժերի համար սրբությունները դասավորվում են ըստ հետևյալ աստիճանակարգի՝ վերևն Աստված, հետո Ռուսաստանը, հետո նրա տրամադրությունը, ախորժակը, կապրիզները, համբերության բաժակը, նոր միայն Հայաստանը։ Նրանց սրտացավության օբյեկտը ոչ թե Հայաստանն է, այլ սպիտակ արջի հետ նույնացվող երկիրը, որի տրամադրությամբ ախորժակով էլ պետք է պայմանավորված լինեն մնացած բոլոր օրակարգերը։ Սա ստրուկի մանկուրտի հոգեբանություն է, որով եռյակը փորձում է քարոզարշավի ընթացքում վարակել հնարավորինս շատ քաղաքացիների, դա անելիս ցուցաբերելով մանյակալ ժրաջանություն։ Արդ ինչ էր ասում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Մարտունիում, որտեղից իդեպ շատ են Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողները։ Ասում է, հիմա ակնհայտ զբաղված ենք Նիկոլ Փաշինյան նկատի ունի նոր արկածախնդրությամբ Ռուսաստանի հետ եւ ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները փչացնելով։ Մեջբերենք նրա խոսքից։ Հիմա ինչ հետևանքներ եք ունենալու դուք, ինչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն եւ վերջապես համբերությունը, ասենց համբերության բաժակը լցնի եւ Ռուսաստանը ունի կտրուկ որոշումներ։ Ինչ եք անելու։ Ուրեմն այդ ամենը կանխելու կա մեկ ճանապարհ՝ հունիսի 7։ Նայեք, որովհետև սա իսկապես Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը որ անցնում են, այլևս չի ներում։ Եվ օրինակները բազմաթիվ են։ Ուրեմն մեր քաղաքականությունը, իմ մոտեցումը, դաշինքի մոտեցումը հետևյալն է։ Մի սրի արհեստականորեն հարաբերությունները հզոր պետությունների հետ, աշխարհակահաղական կենտրոնների հետ, մի խցկվի դրանց հակասությունների մեջ, ջարդվելու ես, բան չէ շայելու, ժողովուրդն է ջարդվելու եւ եւս
որ երրորդ անգամ ժողովուրդը գինն է տալու առաջնորդի սխալների համար։ Զգացիք, սիրելի ժողովուրդ, որ Ռուսաստանի Դաշնության շահերը գերակա համարող Հայաստանի վարչապետ դառնալու անառողջ ամբիցիաներ ունեցող Քոչարյանը սպառնում է ձեզ ջարդվելով։ Չլինի նոր Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծվելիք հատուկ ռազմական օպերացիան նկատի ունի SVO-ն, որի մասին հիշեցնենք ժամանակ առաջ ակնարկել էր Կրեմլի խոսնակ Սոլովյովը, թե եթե հակաճառեք Պուտինին, հետևողական աշխատանք տանեք թրիփը գործարկելու ուղղությամբ, չհրաժարվեք Եվրամիությանն անդամակցելու օրակարգից եւ հանձնառություններից, ասել կուզի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը կջարդվեք։ Մի բան էլ, ինչ գիտի Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության համբերության եւ կարմիր գծերի մասին։ Արդյոք դրանք զգացել է սեփական մաշկի վրա եւ այժմ էլ փաստորեն կիսվում է տառապանքի իր փորձով։ Եվ բացի այս տառապանքի իր փայ փորձը երբ է ձեռք բերել պարոն Քոչարյանը, արդյոք գույք պարտքի դիմաց համաձայնագրի Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափի, այնուհետ նախքան գազամուղի գործարկումը դեռևս 2006 թվականին գազամուղի մի հատվածը Ռուսաստանի Դաշնությանը վաճառելու գործարքը բանակցելիս։ Իդեպ մենք հավատում ենք Ռոբերտ Քոչարյանի տառապանքի անկեղծությանը, որ ձևականորեն արտաքուստ քվե է հայցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, սակայն սրտանց դիմում է Ռուսաստանի Դաշնությանն իրեն իշխանության բերելու հարցում օգնելու Հայաստանի ներողություն բառի համար ռուսակոծության ծիր վերադարձը երաշխավորելու համար։ Նույն ռուսը չլնի կորածենք, հանկարծ ընենք չանենք, որ բզենք բշտենք ոչի, Ստրախ է գանյատանում նաև մեկ այլ ունիկալ ֆիգուր՝ Գագիկ Ծառուկյանը։ Ի պատասխան քաղաքացիներից մեկի հարցի, մեր Ատնաշենին ռուսի հետ ոնց է ալնելու, ընդե հացը կերել ենք, այսօր հելնում ասում ենք ռուսը սենց, արախի, Ծառուկյանը տվել է մե շնշող պատասխան։ Արախմեր խիստ են Նախագահան հայտարարել է Պուտինը, Ժորժ ջան կենտրոնացեք, ձեր ժամանակ ենք տալի։ Մեր հետ եք, ձեր ցավը տանեմ։ Մեր հետ չեք, բարի ճանապարհ ձեզ ախպեր, գնացեք Եվրոպա։ Գազն էլ թանկացնելու, ճամփեն էլ փակու, այն գնաց, օդն էլ փակել, գնացածներին էլ հետ աղարկել։ Կիրիենկոյի կոնսպեկտները լավագույնը սերտած հայազգի ռուսամետները, որոնք խաղի մեջ են մտցվել իշխանության գալու դեպքում Հայաստանի բացառապես ռուսի հետ ըլնելը ապահովելու համար, հուսանք կստանան իրենց արժանի քվեն հունիսի 7-ի ընտրություններում, անկախ այն հանգամանքից, որ մակնշման ու թվի տակ են հանդես գալիս, համար 3-ի, 7-ի, թե 17-ի։ Իդեպ մի բան էլ, Ռոբերտ Քոչարյանը բացի հայերեն վատ խոսելուց, հայերենի ուղղախոսությանը չտիրապետելուց նաև շփոթում է հունիս-հուլիս ամիսները, այո, ինչպես օրինակ Մարտունիում իր ելույթի ժամանակ շփոթվեց, թե շփոթեց։ Հիշեցինք հայտնի անեկդոտի հերոսին, որը տարակուսում էր, յարապ, հունիսը նյով է գրվում, թե լյով, հարգելի բարեկամ, հունիսը գրվում է նյով, հուլիսը լյով։ Ասում են, արջերը անկախ իրենց մաշկի գույնից սպիտակ թե սև դիակներ հոշոտել շատ են սիրում, այդ թվում քաղաքական դիակներ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար